Գնանք առաջ, ես առաջարկում եմ այս պահին արդեն գալ վսոտակի ուրեմն ինչ հրավանը, Արման Թաթոյանի հարցազրույցին ու հետո գնալ դեպի Թրամփ-Փաշինյան հանդիպում, որպեսզի ուրեմն վերջնամասը անջատենք էլի թեմայից, որ իր շարունակական չլինի, այնպես իսկ ավելի տրամաբանական։ Դու նայել ես։ Ես նայել եմ քո հորդորով, անկեղծ ասեմ, հորդորով չէ, ես կասեի դա պահանջ խնդրագիր է։ Արի ասեմ ոնց էր իմ մոտ ընկալումները դրա, հա, ես ուրեմն Facebook-յան ֆրենդեր ունեմ, մասնավորապես աչքի ընկավ ուրեմն ազգանուն անկեղծ ասած չեմ, իշի Գորը, որ Կարպիսի հետ ոդկաստ էին Մադոյան Գորը, իմ ֆրենդերում է, եւ տենում եմ վրա այս Թաթոյանի մասին ինչ որ պոստեր է գրում, որում հեգնում, ծաղրում ինչ որ բաներ է գրում իր հարցազրույցի մասին, որը անկեղծ ասած չէի դիտել, որովհետև ինձ գլոբալ առումով ես բազմաթիվ անգամ եթերում ասել եմ, ինձ համար զարմանալի է միշտ եղել ու միշտ եմ դա ասել, այն ընկալելիությունը, որ ինք ունի հանրային դաշտում, առնվազն ունեցել է միջև այս հարցազրույցը, հա, որ ինքը տենց ինչ որ այնքան որ ինքը դաժե գնաց վարչապետի տեխնացու ինքը իրան առաջադրեց էլի մի խոսքով դրա համար չի ուզում նայ ասեցի եթե կարևոր բան ասած լինի վերնագրով կտնամ մի ժամ չնստեմ նայեմ այդ հարցազրույցը բայց հետո տեսնում եմ բառը շատ է էլի էս տղան ինքը շատ կիրթ տղա է Գորը ու կարծեցի որ ինչ որ հիմք պետքա լինի հա հետո տեսա որ այդ լուրեր դժողքից էջը տենց հեգնել է շատ զավեշտալի պոստեր գրել որտեղ իմաստն էր որ Պարզ հարց ես տալիս Արման Թաթոյանին, ինքը սկսում է ինչ-որ բաներ, ասենք օրինակ ասում ես ձմեռը ցուրտ է, թե տաք, ինքը ասում է գիտեք, դե բարդ հարց է դա, կարող թե հեշտ հարց է, բայց բարդ հարց է, որտեվ եթե գլոբալ տաքացման համատեքստում ենք նայում, ապա ձմեռը բավականին տաք է, բայց եթե դա դու ձմեռում ես Գրինլանդիայում, ցուրտ է, ուստի ես տենց հստակ չեմ կարող։ Այսպես բաներ մի խոսքով ասեցի, հա, հետո դու ինձ ուղարկեցիր այդ լինկը, ասեցիր, որ անպայման նայեմ, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու եւ դրեցի, նայեցի Միջև վերջ չկարողացա անկեղծ ասած, որտեվ այդ հարցազրույցավարի փոխարեն ինքս անդադ ուզում եմ ասեի ախպեր ջան, մի րոպե, կլինի վերադառնանք հարցին, մենք իրականում ունեցել ենք մի քանի եթեր, երբ նմանատիպ հյուրեր ունեցել ենք, որոնք հարցը տալիս ես, բայց պատասխանի ընթացքում ինքդ էլ ես մոռանում, թե հարցը որն էր, որտեվ այնքան հեռու է ինքը գնում այն ուրեմն հարցից, որը դու իրան տվել ես, որ իրա պատասխանից ելնելով դու չես արդեն չես հիշում ինչ հարցեր տվել։ Ոստի ստեղ էլ հարցազրույցավարի հետ խոսքում ես ունեի այդ ապրումները։ Միանում ես իմ հետ քննարկմանը, թե շարունակեմ մենախոսել։ Face palm-ը իմ մոտ ապը։ Գիտես ինչի, ուզում եմ հասկանալ, որ դեից սկսեմ։ Դե սկսիր սկզբից։ Ամենասկզբից։ Իրականում Ժողովուրդ ջան, սկսեմ սկզբից, լավ, ոնց որ ասում է Վազգենը, որը ներկայացրեց իր շատ տենց, ասեմ, խստագույն մեղմագույն կարծիքը։ Իրականում նախորդ թողարկմանը, երբ որ մենք քննարկում էինք, որ առհասարակ քաղաքականության մեջ գերազանցիկությունը չի էլի ամենակարևոր հատկանիշը, այնտեղ կոմենտներ հետո ես տեսա, որոնք որ Իրանից ենթադրում էին հետաքրքիր մոտեցումներ, ասում են դե լավ այ ախպեր, դու ասում ես կրթությունը կապ չունի, չէ, իրականում ես դες բան չի ասել։ Ես չի ասում, ասում եմ այդտեղ Հայաստանում քաղաքականության մեջ լինելու գլխավոր ցուցիչը գերազանցիկությունը չի։ Ու իրականում համարում եմ տենց։ Ասում եմ ավելի կարևոր ցուցիչ կա, որը որ գերազանցիկության երբ որ գումարվի կդառնա բոմբ։ Իսկ կրթության երբ որ գումարվի, էլի կդառնա բոմբ։ Դա համարձակություն ունենալն է, որի անունը մենք այդ ժամանակ, քանի որ Վազգենը տենց ստիպեց, որ ես մտնեմ այդ թեմայի մեջ իմ կարծիքը ասեմ, մենք դրեցինք պլոշ, հա? Ունդեղ տակը մեկ գրել, լավ էս ինչ աբսուրդ բան է ասում, ման ինչ որ էլի օգտատեր, օքեյ, իրականում կարա աբսուրդ լինի, շատերի կարծիքով, շատերի համար դա կարա իրոք աբսուրդ լինի, вообще այդ պետք չի։ Ու Վազգենն ասեց մի հատ հետաքրքիր բան, ասեց մի լավ կտենանք ցույց կտա թե չի ցույց չի տա ունի թե չունի ու այդ ժամանակահատվածը շատ կարճ տևեց առհասարակ ասեմ ձեզ չնայած պոստսկրիպտումում շատ բաներ կա այս թեմայով ասելու ես Արման Թաթոյանի գործունեությանը հետևել եմ ու հետևել եմ շատ վաղուց իրականում ու միշտ իմ մոտ հարց է առաջացել ինչն է այս տղու մոտ վախերի պատճառը այսինքն ինքը ունի վախեր ու այդ վախերը անթակույց դուրս են սպրտում եթերում իր ցանկացած խոսքի տակից sense դուրս է գալիս, հա։
Ու ես միշտ որպես մարդ դեմ եմ եղել այն sense բաներին, էլի, ոնց էր դրա անունը, քանդրբազները ոնց են ելնում, ոնց է, հայերը լալա խաղացները, այն որ sense փեդ են վերցնում, sense հավասարակշռություն պահեն, քաղաքականության մեջ այդ միշտ իմ համար եղել է ոչ ընկալելի երևույթ, էլի, հատկապես հայկական քաղաքականության մեջ, հատկապես post-սովետական տարածքում, Փահլևան Աստղիկը մեզ հուշում է։ Փահլևան, այո, Փահլևանսկի։ Փահլևանական բանի մեջ, հա, գծի մեջ ինքը Արի կներես էլի, արի ասրանից հետո ասենք իրան Արման Փահլևան։ կամ Փահլևանյան։ Փահլևանյան։ Արման Փահլևան, Թաթոյան Փահլևան Թաթոյան։ Փահլևան Թաթոյան, էս իրուն։ Փահլևան Թաթոյան։ Փահլևանն է, Փահլեն։ Լավն է։ Ու միշտ ինչ է եղել։ Ինքը միշտ ինչ որ սպասում է առաջացրել։ Սպասում, ես միշտ ինչ եմ նայել, ոնց եմ նայել եմ, որ Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության մեջ Արմանը Թաթոյան հատկապես 18 իշխանապողությունից հետո ինքը դրական կադրային բազայից է եղել իմ համար, հա, ես տենց եմ համարել, ինչի որտեվ այս մարդը ավելի ոնց որ ցույց էր տալի, որ սկզբունքային եմ, եմ, բայց միշտ ինչ որ պահի անգամ այդ ժամանակներում ինչ որ մի բան պակասում էր, էլի, այսինքն ինչ որ մի հատ շտրիխ պակասում էր այդ վստահության բանի եւ այլնի։ Հետո երբ որ ես սկսեցի այս դաշտում ունենալ շատ ընկերներ, շատ բաներ լսեցի, նաև ընկերներ, որոնք իր ընկերներն են, իմացա որտեղից է Արման Թաթոյանը առհասարակ իր քաղաքական բանը, իմացա ով էր Արման Թաթոյանին շատ սիրում, խիեր շատ սիրում եւ այլն, բայց այս դրա մասին ուրիշ տեղում, հա, այսի մի բան էլ կարճ ասա ու արի թե որտեղ այնտեղ խոսելու ենք։ Կարճ ասեմ։ Ուրեմն Արման Թաթոյանը իր եթերում, արա ճիշտ ես ասում, դե ավելի երկար բան կա, էլի ասեմ։ Ուրեմն Արման Թաթոյանը իր ելույթում ասում է, որ նախկին իշխանությունները եւս եղել են կլանային համակարգ։ Ու կարող ես 1.5-ի տակ եմ նայել դրա համար, ասած իրապես է ասում, 2-ի տակ էր իստում դա։ Արման Թաթոյանը եղել է այդ կլանային համակարգի փոխնախարարը։ Թե ոնց է Արմանը դարել փոխնախարար։ Միգուցե ինքը մի օր քաջություն կունենա կպատմի։ Որ կլանից։ Անհասկանալի է, Կուկլուքս կլանից է եղել։ Արմանը Կուկլուքս կլանի ներկայացուցիչ։ Օր կսած էր բայց այդ կապիշոնով։ Այդ կապիշոնը օրդեր իմ ջոգելով ռիսկը կմեծանար, Արմանը ավելի տղա կլներ, sense կդներ կոստեր շորժոլը մի հատ եկեք ստեբա, իրանից թվում է պետքա Կուկլուքս։ Ինքը գիտես որ Կուկլուքս կլանի անդամներից կլներ, որ սա կապիշոնով գալիս ինքը համաչում է, չի ակնում։ Արա Իրանը չեմ ուզում տպավորություն ստեղծի։ Բայց Իրանը Պուպլուքս կլաննա։ Պուպլուքս կլանի անդամները։ Ուրեմն դա բացահայտ խայտարակություն է։ Մարդն ասում է, որ 2017 թվին ես էլ եմ ասել, որ ընտրությունները կեղծված է։ Ասել եմ, որ հանրային լայն շրջանակներում ոչ մեկ չգիտի ինքը որտեղ է ասել։ Ուրեմն այս մարդը ունի մի հատ բնավորություն, որ բոլորին ինքն ուզում է դուր գա։ Ու վճռականության զրոյական աստիճան ունի։ Իր ողջ գործունեության ու բանի ընթացքում։ Ու երբ որ այս մարդուն տարբեր կողմերից ու տարբեր ձևերով գցում են, ասենք օրինակ, տարբեր մարդկանց գրպանը, հատկապես երրորդ նախագահի գրպանը, ես կարծում եմ, որ գոնե այս հարցազրույցից հետո նախ Արման Թաթոյան կերպարի ամբողջական բան, որտեղ Նիկոլաս չի քննադատում, զգացել ես։ Անընդհատ ասում է, որ նախորդ իշխանությունները կլանային, անձնիշխանական, ծանոթ բարեկամ Խնամի, Նիկոլենքը թեթև սխալներ են արել։ Այսինքն, եթե մարդը ուզում է զբաղվի ինդիմադիր գործունեությամբ այս երկրում, ու վախում է ասի, որ Նիկոլը, իսկ Նիկոլը թեթև սխալներ արել, հա, Արցախը տալուց Արման։ Այսինքն դու այդ տիպի չունես, այն ինչ որ պետք է ունենայր գերազանցիկությունից բացի։ Նիկոլեն հետո ասում են, հարցնում են, արա մարդուն, ասում են Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանը դու ասում ես դեմ եմ։ Լավ, արի բարբեր։ Ես էլ ասեմ ու վсё։ Ես էլ ասեմ ու մնացածը post-scriptum-ում կասենք։ Ասում է Սամվել Կարապետյանը հիմա պետք է զբաղվի, թե չվախում է ասի, պետք է զբաղվի, թե չպետք է զբաղվի։ Արման քիչ վախեցի։ Հույս ունեմ, որ մեր այս post-scriptum-ը, որը որ մենք նկարելու ենք, դու կտենաս ու մի քիչ կամաչես նաև։ Մեզ դարձի Patreon խնդրում եմ, որ ուղղակի քո համար հասանելի կամ ինչ որ մեկին ասած։ Մեր Patreon-ներից ես կխնդրեմ տղերքից մեկին ցույց կտան։ Կամ կոնտակտ տուք քեզ որպես արտա Patreon-ային ուղարկենք, որ դու նայես։